Հանձնաժողովի զեկույցը ինչ կարող է տալ, կարող է արդյոք որևէ հանգամանքի վրա լույս սփռել հաշվի առնելով, որ հանձնաժողովի նախագահը Անդրանիկ Քոչարյանն է, իշխանության մաս է կազմում, քաղաքացիական պայմանագրի պատգամավորը։ Օրինակ, ես ներկայանում Պողոսյան Հովհաննեսն եմ, Պողոսյան Համազասպի հայրը Անետ Կորած։ Ուրեմն իրանք իրանց օրում չեն կարող ոչ միտեղ լույս սփռեն, որտեղ իրանք մութ մարդիկ են, սկսենք դրանից։ Երկրորդը, այդ հանձնաժողովի այդ զեկույցը պիտի շուտ խոստացված էր, որ շուտ պիտի հանրայնացվեր։ Հիմա, եթե չի հանրայնացվել, ուրեմն իրանց մեջ բան կա։ Իրանք ունեն հետևանքներ դավաճանության, որ այդ մարդկանց դավաճանել են հենց իրանք։ Ես այտենց եմ համարում, եթե չունեն ոչ մի բան, չեմ ուզում կոպիտ բառերով ասեմ, եթե չունեն ոչ մի բան, թող հանեն հանրայնացնեն։ Հիմա կլինի խոսքի օրինակ, թե բանի ընդդիմադիրների համար վատ, թե կլինի իրանց համար վատ, թե միտեղ մեր համար կարող է վատ լինի, այսինքն հասկանանք ինչ որ մի Անետ Կորածի ուղի բացվեց զոհված է, օրինակ էլի, բայց ամենայն դեպս ես համարում եմ, որ իրանք այդպես լույս տվող չեն, լույս սփռող չեն, էլի, ամենայն դեպս։ Հիմա ասում են, որ խաղաղություն է եւ նույնիսկ ասում են, եթե Փաշինյանն ուղիղ ասաց, որ եթե քաղաքացիական պայմանագիրը սահմանադրական մեծամասնություն չլինի ընտրություններից հետո, ապա սեպտեմբերին կլինի պատերազմ։ Նախ հիմա համարում եք, որ խաղաղություն է թե ոչ, եւ հետո այս խոսույթը չեք համարում սպառնալիք ուղված հայ ժողովրդին, որտեղից գիտեն պատերազմի մասին, օպերատիվ տվյալ են ստացել, հետախուզական տվյալ են ստացել։ Ուրեմն ես ասեմ ձեզ, ես ուզում եմ թազա մի հատ զեկույց ստեղծի, հանձնաժողով ստեղծի, հա, այս մեկը չհանրայնացվին, սեպտեմբերին է մի հատ իր ասելով կռիվ է ուզում այտենց սարքի, մենք պատերազմ չենք ուզում։ Բայց եթե եկավ հասավ վախտը, որ պետք է պատերազմի ժողովուրդը, պետք է պատերազմի։ Ես էլ պատերազմ չեմ ուզում, ես այդ ցավը տեսել եմ, չեմ ուզի ոչ մեկի ընտանիքում այդ ցավը լինի։ Վախցնում է, ինչով է վախցնում, մենք արդեն վախեցել ենք, 6 տարի է վախեցած ենք։ Այսինքն վախեցած ենք նրանից, որ հոպ մի հատ վատ լուր չգա մեր երեխուց, հոպ մեր երեխեն սաղ լինի սենց, լինի, չէ, մենք արդեն նես չի, որ այսօր էլ վախ չկա, մի խոսքով սենց կար։ Հումանիտար հարցերը չեն լուծվում, ունեք եթե Ադրբեջանն այդքան խաղաղասեր է ու հիմա խաղաղություն է, դեպքում Արցախում որոնողական աշխատանքներ ինչի չեն առհասարակ շարունակվում, կամ գերիները բոլորը ինչու չեն վերադարձվում։ Ուրեմն ես ասեմ, պետք է դեռ վերադարձվեին այն ժամանակ, երբ որ ականապատ դաշտերի այդ քարտեզներն էին տրվել, չնայած քաղաքական իշխանությունը այդ ժամանակ գերեվարված չէր Արցախի։ Ուրեմն սրանց լեգիտիմությունը այդքան չի, ոչ ստեղ, ոչ էլ, այսքան չկան, կոնկրետ կոպիտ ասեմ, այդքան իրանք չկան, որ Ալիևին կարողան ասեն, գիտես ինչ կա, արի մեր գերիներին հետ դու, Ալիևը ինչ ուզում է, այն տալիս են։ Հիմա էլ երևի Ալիևը ասել է, քեզ դաբրու եմ անում, էլի դու ասա, որ պատերազմ պետք է լինի։ Այս մարդը ասում է, որ պատերազմ պետք է լինի։ Այսինքն պետք է այս մարդը ունենա իր ժողովրդի մեջ լեգիտիմություն։ Այս մարդը իր ժողովրդի մեջ չունի լեգիտիմություն։ Որպես այսպես, որպես տղամարդ ինչ զգացիք, երբ որ արցախցի մեր հայրենակցին այդպես փախած անվանեց, ընդ որում հերոսի դստերը։ Ուրեմն նայեք, ես շատ ցավ եմ զգում, որ տղամարդը կարա կին արմատի այդ տիպի ու այդ լեքսիկոնով, այդ մատ թափ տալով տենց խոսա, էլի։ Իրոք վատ եմ զգում։ Այսինքն առաջինը պետք է մարդ մի հատ էթիկա ունենա, ինքը ոչ բարով երկրի դեմքն է։ Պիտի առաջինը կին արմատի հետ չխոսար այդ տոնով, մատ թափ տալով, համել ինքը իր դիրքն ու այդ աղջկա դիրքը ահագին բարձր ու ցածր է, էլի ես որ նայում եմ, որովհետև նա այսօրվա ոչ բարով իշխանությունն է, մարդը շարք է իմ մարդը։
Այսինքն գոնե դիրքը պետք է ինքը ընդուներ, որ այդ բարձր դիրքի, սածր դիրքի վրա չբղավեր, մատ չթափտար, չասեր թռած, Երեխայի հետ